Բարի երեկո, սիրելի պետականատեր, իրական Հայաստանի Հանրապետությանը, խաղաղությանը սիրահարված եւ իրական Հայաստանի Հանրապետության խաղաղության շահերը սպասարկող հայ մարդիկ ջան, պետականատեր հայ մարդիկ ջան։ Ուրեմն, ինչպես միշտ այս օրվա այս զարգացումները, խոսակցությունները նորից ստիպեցին, որպեսզի այն ինչ որ ես իմ մեջ եմ մտածում մտքիս մեջ, որպեսզի օգտագործեմ այս հարթակը իմ մտքի մեջ օրվա զարգացումների վերաբերյալ մտածմունքները, sense բացարձակ արտահայտվեմ եւ կիսվեմ դες հետ։ Երեկվանից եւ ավելի մի քիչ ակտիվ այսօր, ուրեմն այդ կալուգացի մեկը կա։ Օտարին սիրահարված օտարի շահերը սպասարկող, այդ կալուգացի անուն ազգանունը մոռացա։ Կալուգացին հատ օլիգարխ կա, որ տեխնատությունը դրել էր միլիոնավոր դոլարներ sense դրել էր թեմայի մեջ ու եկել էր իրական ուժի մեջ իրեն ուժեղ տաղու տեղ էր դրել այդ թուլիկը ուրեմն այդ փոքրիկ խմբակ այս խմբակի աջակիցներ չգիտեմ այդ իրանց այդ համարում տեղ գտած տեխնատուններ մեկն է կա ինչեր են տասնյակ տարիներով հայ մարդու այրունը ծծած հայ մարդու հարստությունը գույք պարքի դիմաց տված Հայաստանի Հանրապետությունը իր ազնական հարստության համար աշխատացրած մի հատ բերանը ծուրտիկ գյադակ է, մի հատ բերանը ծուրտիկ խոխը, հա, պրիվետ ռոբիկը։ Մեկ է դրա աջակիցներից սենց ինչ են ասում։ Մենք չենք համակերպվում այս իրականության հետ, այսինքն ընտրության հետ։ Ասում մենք չենք համակերպվում այս ընտրության հետ։ Ու արի ու արդեն այստեղ գալիս է մի բան, որ ասես վրեն թե չես ներողություն, հայ մարդու ոտքերին թե չես համակերպվում։ Հայ մարդու ոտքերը լվակ, ջուրը խմեք, թե չեք համակերպվում։ Հայ մարդուն էդի վաշե հետաքրքրում, հա, այդ թուլիկներ, այդ ոչ մի բաներ, այդ փոքրիկ խմբակներ, հայ մարդուն դա հետաքրքրում, դուք ինչի հետ եք համակերպվում, թե ինչի հետ չեք համակերպվում։ Դա ո՞ւմ է հետաքրքիր վաբշե։ Այսինքն ասում են մենք չենք համակերպվում այս իրականության հետ, այս ընտրության հետ, այսինքն իրանք ինչ են ասում։ Ասում են մենք հայ մարդու լեգիտիմ որոշման հետ չենք համակերպվում։ Հայ մարդու, այդ ո՞նց է հայ մարդը կարողանում է ձեր որոշման հետ համակերպվել։ Այդ ո՞նց է ես քանի որ ես իրավունք չունեմ ամբողջ հայ մարդկանց անունից խոսելու, ես որպես 720 քանի հազար հայ մարդկանցից մեկը ես իմ անունից եմ խոսում, որպես մեծամասնության, այդ 100 հազարավոր մեծամասնությունից մեկը, այդ մեկ մարդը, ինչպես պետականատեր իրական Հայաստանի Հանրապետությունն է ասում, այդ մեկ մարդը դու ես, որպես այդ 100 հազարավոր մեկ մարդկանցից մեկը, ես ասում եմ ի վրա եմ օրինակ բերում, այդ ո՞նց է, այդ փոքրիկ խմբակ, ես կարամ ինձ թույլ տամ, ձեզ ընտրած քաղաքացիների որոշման հետ համակերպվեն, կարամ ինձ թույլ տամ, ձեր ընտրած քաղաքացիների որոշման հետ համակերպվեն, դուք դե հենց հելել եք ու դες մտածում եք, որ դուք այնքան կաք, ձեզանից այնքան բան եք ներկայացնում, ագյադեք, որ դուք չեք կարա մեծամասնության որոշման հետ համակերպվեք, հա։ Այդ ո՞նց է ես կարամ, այդ որ փողը տվել եք, փողով եկել են ձեզ հետ ընտրել, փողով ընտրողի, որ ձեզ փողով եկել, մեծամասնությունը ձեզ փողով է ընտրել։ Այդ ոչ լեգիտիմ, ոչ մարդկային, այդ ոչ ավտորիտետ ընտրության հետ համակերպվեն, դուք եկել եք լեգիտիմ արդար ընտրության հետ չեք համակերպվում ու կոչեր եք հնչեցնում։ Էս անենք, այն անենք, պետք է դուրս գաք փողոց, էս անենք, այն անենք, մատ եք բարձրացել եւ բարձր տոնայությամբ մունատ եք գալիս սարա լեգիտիմ ընտրության վրա, հա։ Հայ մարդու լեգիտիմ ընտրությունը դրել եք մեծամասնության 7-8 անգամ ավել բերանը ծուրտիկ խոխից պետականատեր իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձայնն է հավաքել 4 անգամ այդ օտարի տասովչիկից ավել ձայնն է հավաքել հիմա դուք փաստորեն այնքան կաք որ ձեզ թույլ եք տալիս իմ ընտրությունը դնեք կասկածի տակ ու մուննատ գա կարա իմ ընտրության վրա հնա թույլ եք փաստորեն դուք այնքան կաք որ ժողովրդավար իրական Հայաստանում ձեզ խուլիգանի նման պահեք ու խուլիգանավարի լեքսիկոնով մտնեք ուղիղ եթերներ ու կոչեր անեք, հա, կոչեր անեք, էս անենք, այն անենք, այն անենք, այն ինչ պետք է անեք։ Ասում եմ ամենյան պատասխանատվությամբ։ Նախ
Հունիսի 7-ին հայ մարդու ցավը տանեն, պետականատեր հայ մարդը, ամենամեծ հարգանքով դատական ինստիտուտի նկատմամբ ու ամենամեծ հարգանքով որոշ դատավորների նկատմամբ, բայց կան դատավորներ, որ անտապ իմ կողմից հարգանք չեն վայելում, որովհետև իրենք իրենց ծառայությունով ինձ ապացուցել են, որ իրենք ժամասպաներ են, բայց կան լիքը դատավորներ, որ բարձր հարգանք են վայելում եւ ես հարգանքով եմ մոտիկ եւ ներողություն եմ խնդրում այն պարտաճանանչ, այն պետականատեր դատավորներից ու մի քանի դատավորի վերաբերյալ իմ կարծիքն եմ ասում։ Հունիսի 7-ին ես դա միշտ ասել եմ, դա ինձ համար վերնագիր էր։ Հունիսի 7-ը դա ինձ համար վերնագիր է եւ իմ վերնագիրը իրականություն դառավ։ Հունիսի 7-ին ինչ էի ասում։ Հունիսի 7-ին հայ մարդը ստանձնելու է որոշ դատավորների լիազորությունները եւ որոշ դատավորների լիազորությունները եւ պարտականությունները վերցնելու իր անմիջական վերահսկողության տակ եւ դա տեղի ունեցավ։ Հայ մարդը ստանձնեց դատավորի դերը եւ դատավորի պարտականությունները որոշ վերցրեց իր անմիջական վերահսկողության եւ լիազորության տակ։ Հիմա տեսեք ինչ եմ ասում ձեզ։ Այդ որ ձեզ մտնում եք, էսի մտրություն եք կասկադի տակ դրել այդ քոսոտներ ու մի հատ էլ ասում եք չենք համակերպվում։ Ջանդամին թե համակերպեք։ Այ լակոտ Ջանդամին թե համակերպեք, տեսար, որ դու լեգիտիմ, մեծամասնության լեգիտիմ պետականատեր հայ մարդունտության հետ չհամակերպեցիր, պետք է նստենք լացենք, ասենք, վայ, բա գիտես ինչ որ մեկը չի համակերպում իմ մտրության հետ, ինչ անեմ, ինքնասպան պետք է լինեմ, պետք է նստեմ լացեմ, ինչ պետք է անեմ, ոտները տնկնեմ, խնդրեմ, որ համակերպես, գյադա, այ լակոտ, եթե չլներ ես ուղիղ եթերի կանոնները, ուրիշ տոնայությամբ կասեի, թե ինչ ինձից հետո չես համակերպվում։ Ուղղակի հարգելով ես հարթակի կանոնները, օրենքները, հարգելով ինձ դիտող մարդկանց, ես ուղղակի չեմ կարալ ուրիշ ձևով ասեմ, թե որ չես համակերպվում։ Բոլոր նրանք, ովքեր այս երկու օրվա ընթացքում կարմիրը գծեր ժողովրդավարության մեջ, նախ ժողովրդավար իրական Հայաստանի Հանրապետությունում մաֆիան սպանվել է քաղաքական մակարդակով։ Ժողովրդավար իրական Հայաստանում մաֆիան որոշիչ չէ, ասելիք եւ անելիք չունի։ Ժողովրդավար իրական Հայաստանում մաֆիան չի կարող ուղակի տոնը բարձրացած կուրաժի լինելով մաթափ տա։ Ուղղակի չի կարող մաֆիան տոնը բարձրացած կուրաժի լինելով մաթափ տա ժողովրդավարության վրա։ Մաֆիան չի կարող կուրաժի լինելով տոնը բարձրացած սպառնա ժողովրդավարությանը։ Չի կարող։ Մաֆիան իրական Հայաստանի Հանրապետությունում մահացած է։ Մաֆիան վարկյան առաջ իրական Հայաստանի Հանրապետությունում պետք է գտնի իր արժանապատիվ տեղը։ Պետք է գտնի։ Իրական Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավար իրական Հայաստանի Հանրապետությունը վարկյան առաջ քաղաքական մակարդակով մաֆիային օրինական ուժով պետք է ոչնչացնի։ Ուղղակի պետք է ոչնչացնի։ Բոլոր նրանք, ովքեր այս երկու օրվա ընթացքում, երեկ եւ այսօր, կարմիրի գծերը անցած, սպառնացել են իմ արդար, անկաշար, ազնիվ, լեգիտիմ պետականատեր ընտրությանը, բոլոր դրանք ֆիքսված են եւ քաղաքական մակարդակով ենթարկվելու են սամասուտի։ Քաղաքական մակարդակով ոչնչանալու են։ Վերջ այլևս սրանց նազն ու տուզը տանելը։ Վերջ։ Բոլորը կա երկու ճանապարհ, սիրելի մարդիկ։ Կամ պետք է հունից ելնես։ Թար չափալախես ծանոթը տեղներից ելնի, իրեն գնան քո վրա բողոքեն, որպեսզի դու կայնես օրենքի առաջ, կամ պետք է դու իրեն հրավիրես, եթե չգիտեմ, օրենք իրավապահ մարմինները ուշացել են եւ իրենց ուշադրությունը այս սպառնացողները չեն գրավել, ապա մենք պետք է իրենց օրենքի ուշադրությանը իրենց արժանացնենք, որպեսզի իրենք վարկյան առաջ կրեն պատասխանատվություն։ Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Ես հավես չունեմ։ Նախ իմ կուսակցության օրենքները դա թույլ չի տալիս, որ ես դառնամ գայթակղության գերին եւ անօրինական բաներ անեմ։ Երկրորդը թույլ չի տալիս, առաջինը թույլ չի տալիս պետականատեր իրական Հայաստանի Հանրապետության իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորները եւ կոչերը, երկրորդը թույլ չի տալի իմ կուսակցության օրենքները, որ ես դառնամ գայթակղության գերին, որ ինչ որ մեկի ծանոթը տեղից գցեմ եւ գնամ օրենքի առաջ կանգնեմ։ Դրա համար բոլոր նրանք այս երկու օրվա ընթացքում, ովքեր իմ լեգիտիմ պետականատեր ընտրությունս, իմ արդար, ազնիվ, անկաշար,
ընտրությունս դնում են կասկածի տակ, ասում են, բայց չենք համակերպում, պետք է հելնենք փողոց, էս անենք, անենք, սպառնալիքի տեսքով, որ իմ կողմից բոլորը այդ սպառնալիք հնչեցողները ուշադրության կենտրոնում են եւ գրավել են իմ ուշադրությունը։ Անձամբ ես քաղաքական մակարդակով իրենց չեմ խնայելու։ Իրական Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավար իրական Հայաստանի Հանրապետությունում խուլիգան մաֆիան սպանվել է։ Խուլիգան մաֆիան քաղաքակիրթ մակարդակով սպանվել է եւ խուլիգան մաֆիան որևէ բարոյական իրավունք չունի, որևէ իրավունք չունի։ Ու այդ խուլիգան մաֆիան չփորձի իրական ուժի մեջ իրեն դնի ուժեղ տղուտեղ ու տոնը բարձրացրած 10 ովչիկի կարգավիճակով կուրաժի լինելով մատը բարձրացնի ու թաթաթա սպառնա։ Արա ձեր մատները քոքից քաղաքական մակարդակով կկտրենք 10 ովչիկներ։ Ուրեմն մի քանի հոգի իմ ուշադրությունը գրավել է։ Հենց հիմա արդեն ինձ թվում է իրավապահ մարմինների ուշադրությունը պետք է եւ գրաված լինի եւ իրավապահ մարմինները պետք է իրավական գնահատական տան բոլոր նրանց ովքեր իմ լեգիտիմ ընտրությունը դրել է կասկածի տակ եւ կուրաժի լինելով տոնը բացացրել է իմ լեգիտիմ ընտրության վրա ու մի հատ սպառնալիքի կոչեր է հնչեցնում։ Իրավապահ մարմինները պետք է վարկյան առաջ գնահատական տան։ Վարկյան առաջ ու կտան ու չեն կարա չտան ու կտան, որտեղ սա պետությունն է, սա բարդակ չէ, որով քնի շուտերնի մտնի իրական ուժի մեջ, իրեն դնի ուժեղ տղուտեղ ու կուրաժի լինելով տոնը բարձրացած սպառնալիքների կոչեր հնչեցնի։ Սա բարդակ չէ, արա, սա պետություն է, սա իրական Հայաստանի Հանրապետություն է, սա ժողովրդավար պետություն է, իրական Հայաստանի ժողովրդավար իրական Հայաստանի Հանրապետությունում կարգի հրավիրեք ձեզ, համակերպվեք այս իրականության հետ։ Ժողովրդավարությունը չի կարա այդ խուլիգան մաֆիայի նազուտուզը տանի։ Խուլիգան մաֆիան չի կարող իր օրակարգը թելադրի, խուլիգան մաֆիան չի կարող ժողովրդավարությանը ստիպի, որպեսզի ժողովրդավարությունը իրեն հետ համակերպվի։ Արա ձեններդ կտրեք, գյադագյուդեք, ներվերներս երակել, ձեր ներվերը չունենք, այ լակոդուկուտներ, այդ հաչոցները դադարեք, արա մեկա, ինչ էլ անեք, ինչ էլ չանեք, մեզ մարդ ծեծող չեք սարքելու, մեկա ինչ էլ անեք, մեզ պատեզների դեմը սամասուտ անող չեք սարքելու, մեզ մարդասպան չեք սարքելու, բայց օրենքով դուք պատժվելու եք, որովհետև դուք սիրելի մարդիկ, այն ինչ որ ցանկացա ասել, ինձ թվում է ասեցի, այն ինչ որ ցանկացած ես այդ կիսվեցի, որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չունի, լեգիտիմ մեծամասնության ընտրության հետ չհամակերպվելու։ Եթե չեք համակերպվում, ջանդամին թե համակերպվեք, դա ձեր խնդիրն է։ Քաղաքական մակարդակով ինքնասպան եղեք, չեք համակերպվում, ինչ անեմ։ Կարող է ջոգել եք պետք է խնդրենք ձեզ։ Իսկ նրանք ովքեր սենց իրանց թույլ են տալիս ուղիղ եթերներով ասել որ չեն համակերպվում, ձեր խնդիրն է, ձեր իրավունքն է, բայց սպառնալիքների հորդոր կոչեր են հնչեցնում։ Էս պետք է անենք, այն պետք է։ Այսինքն դուք մտածում եք, որ ինձանից ուժեղ տղա եք, հա, որ դուք կարաք հարցակվեք իմ ընտրության վրա, որ կարաք իմ ընտրությունը ինձնից ստանաք, հա։ Ով է այդ հույսը դες տվել։ Ես բոլոր ուժեղ մարդկանց ցավը տանեմ, բայց ես ինձանից ուժեղ մարդ չեմ ճանաչում, ցանկություն չունեմ ճանաչելու։ Եկել է պատերտա խոսում են, ապե մենք լավ տղա ենք, մեր ասածով պետք է լինի։ Այդ դուք միջի հիմա 10 ովչիկը լավ տղուց չեք տարբերում, հա։ Բոլոր լավ տղեկից ցավը տանեմ, բայց ես ինձանից լավ տղա չեմ ճանաչել, ցանկություն չունեմ ճանաչելու։ Դուք փաստորեն դուք մտածում եք, որ դուք ինձանից այնքան լավ տղա եք, որ կարաք իմ արդար, իմ ավտարիցետ ընտրությունը ինձանից ստանաք։ Ես ձեր ձեռքերը քոքից կկտրեմ քաղաքական մակարդակով, ես ձեզ քաղաքական մակարդակով կոչիչացնեմ, ես ձեզ քաղաքական մակարդակով սամասուտի կենթարկեմ, ես ձեզ քաղաքական մակարդակով ինքնասպանության կհասնեմ, ես ինքնասպան կանեմ ձեզ, արա քաղաքական մակարդակով, ես քաղաքական մակարդակով ձեր ապրածի վրայով կքայլեմ, արա, ես քաղաքական մակարդակով ձեր ավտարիցետի վրայով կքայլեմ, արա, ամեն վարկյան ապրած ճանկի վրայով կքայլեմ քաղաքական մակարդակով, էդի չի տեղ եք դրել ձեզ, արա, հա, ով եք դուք ձեր ապրածով,
Այդ փող բաժանող 10 օջիկներ։ Մի հատ էլ այս կաշառ բաժանողները հայ մարդու ձայնը փողով առնողները եկել են ընտրակեղծարարությունից են խոսում։ Սա նույնն է ոնց որ տեցի կայնած մանավաճառը 10, 20, 30, 40, 150, 150, 200,000 դրամանոց մանավաճառները դնեն ու սուրբ բարոյականությունից խոսան։ Ինչքան որ տեցի կանգնած մանավաճառը, որ 10,000 դրամով իր մարմինը վաճառում է 20,000 դրամով, իրավունք չունի սուրբ բարոյականությունից խոսալու։ Հարուապատիկ ավել, հազարապատիկ ավել, 100,000-ապատիկ ավել։ Ընտրակաշառք բաժանողներ իրավունք չունեն։ Ընտրության կեղծիքի վերաբերյալ ինչ որ բառ ասելու։ Ու այս դեպքում ես շատ ավելի բարձր հարգանքով եմ վերաբերվում տեցի կանգնած մանավաճառի անձին նկատմամբ, ավելի բարձր 100,000-ապատիկ մակարդակով ավելի բարձր եմ իրենց այդ անձի հարգանքով վերաբերվում, քան ընտրակաշառք բաժանողին։ Ընտրակաշառք բաժանողը ինձ համար հայ մարդու ձայնը առնողը ինձ համար ամենեն վերջի սրիկան, ամենավերջի չմոն, ամենավերջի անբարոյականն է։ Չեմ ասում վերցնողը, չնայած օրենքով վերցնողին էլ է դատացնում, բայց եթե օրենք մշակողը ես ունեի, վերցնողի հանդեպ մի քիչ նոր կվայրվեի, բայց տավողին ուղղակի քաղաքական մակարդակով կոչչացնեի։ Ուղղակի կոչչացնեի։ Բառից ուղիղ իմաստով, քաղաքական մակարդակով։ Ու ես նաև շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր այս մի ամսվա ընթացքում Մոսկվա բնակ օլիգարխին, կալուգացի օլիգարխին ինչքան կարողացան այդքան էլ կթեցին։ Ես նաև շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր են կպցնող տեսակին, 10-ովչիկ տեսակին չէ, կպցնող, որ այս մի ամսվա ընթացքում կալուգացի օլիգարխին որպես կթուկով ինչքան կարացան կթեցին։ Ուղղակի կթեցին։ Այս Ղարաբաղի դրոշով աշխարհի հայեր էջը որ կա, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի քեզ գտնեմ, ու արդեն այս ֆորմատով չեմ ասիլ քո ճակատագիրը ոնց կլինի, բայց ամեն ինչ կանեմ, հենց հիմա էլ ամեն ինչ կանեմ, որպեսզի քեզ գտնեմ։ Մեկը ցանկացած էջի տակ ինչ որ մեկը նստած է, կլինի Մոսկվայում, օվկիանոսի ծայրում, թե այն կողմ, թե ինչ որ ասենք մի հատ պատվալում վերընկած։ Ու դա ինձ համար դժվարություն չէ, որպեսզի անկախ նրանից թե էջ ինչքան ֆեյք էջ է, որպեսզի ես իրեն գտնեմ ցանկության դեպքում։ Եվ ցանկություն առաջացավ Ղարաբաղի դրոշով այս աշխարհի հայեր, որ գրած է, իրեն ես գտնեմ ու ես իրեն կգտնեմ։ Իրեն կգտնեմ ու իր մամայի, իր քրոջ, իր կնոջ հետ շատ մոտիկից կծանոթանամ։ Ես դա խոստանում եմ։ Սա խոստանում եմ։ Սիրելի մարդիկ, սիրելի պետականատեր հայ մարդ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ քո հաղթանակի համար։ Շնորհակալություն քեզ, որ դու ես 8 տարվա ընթացքում արդեն 3 անգամ ուղղակի մարդասպան, թալանչի, խուլիգան, ասովչիկ, օտարիքոց, հայոց լեզվի հետ կապ չունեցող, Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեցող, ձեզ հետ կապ չունեցող խուլիգան, մաֆիային ուղղակի քաղաքական մակարդակով ոչնչացրեցիք։ Դուք հնարավորինս ամեն ինչ արելիք։ Եվ ձեր կողմից պետականատեր լեգիտիմ ընտրված իրական Հայաստանի իրական իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համոզված եղեք, որ ձեր 10 տարիներով սպասված երազանքները վարկյան առաջ իրականություն է դարձնելու։ Անձամբ ինձ 10 հարյուր մարդիկ ասել են, Մանվել ջան, առաջնահետ, եթե ուզում ես իմանալ, ես ինչ եմ սպասում, ասում եմ, դպրոցը լավն է, մանկապարտեզը լավն է, ճանապարհը լավն է, մեկը լավն է, մեկը լավն է, մի առողջապահության էս բարեփոխումները լավ է, ամեն ինչ ասում եմ լավն է, իր տեղ ունի, իր կարևորագույն բան տեղ ունի, բայց ասում եմ, եթե անկեղծ, ինձ ոչ ճանապարհն է հետաքրքրում, ոչ դպրոցն է հետաքրքրում, ոչ իմ առողջությունն է հետաքրքրում, ոչ այնա, ոչ այն, ոչ այն, ոչ բան չի հետաքրքրում, ինձ մենակ հետաքրքիր է, որպեսզի ես իմ սեփական պետությունում հանգիստ ապրեմ, որպեսզի ես խուլիգան մաֆիան քաղաքական մակարդակով ոչնչանա մեր տեսադաշտից։ Բոլա հերիքարիներուս խմին, նուժելի սրանցից պրծում չունենք։ Նուժելի ասմա սրանցից պրծում չունենք։ Լավ ինչքան պետք է սրանց նազուտուզը տանենք, լավ ինչքան պետք է սրանց սպառնալիքները, հայհոյանքները տանենք, վիրավորանքները տանենք, ինչքան պետք է սրանց կողմից հայտարարված պատերազմի մեջ մենք պատերազմենք։ Բոլա արինք անընդհատ անում ենք, մեզանից ինչ կախված է մենք անում ենք, լավ ինչքան պետք է սրանք փողոցային շան նման անընդհատ հաչան մեր վրա։ Հայ մարդու 10 տարիներով սպասված երազանքը մաֆիայի ուղակի քաղաքական մակարդակով մաֆիայի ոչնչացնում է։
Ոչնչացնում են, որպեսզի մաֆիան այս պետությունից ինչ թալանել է, վերադարձնի պետությանը ու գրա Հայաստանի Հանրապետության քրեակատարական հիմնարկների ինչ որ մի խցում, մի 7, 8, 9, 10, 15, 5, 6, 7 տարի նստի։ Հայ մարդու ուզածը է դա։ Հայ մարդու ուզածը սրանց քաղաքական ասպարեզից ոչնչացնում է, որ ոչնչանա հայ մարդ։ Ես համոզված եմ, դուք անհնարինն եք արել, դուք արել եք այն, ինձ ձեզնից կախված եղել, ես դեռ ցավը տանեմ։ Դուք արել եք այն, ինձ ձեզնից կախված եղել, դուք անհնարինն եք արել, դուք ամենադժվար պահերին անհնարինը հնարավոր եք դարձրել։ Դուք անցել եք ամեն ինչով ձեր սեփական դուք անցել եք շատ դաժան ճանապարհով, բայց երբեք դուք չեք հոգնել, ձեր վստահությունը չեք կորցրել։ Չկա այնպեսի շնորհակալության խոսք, որ ձեզ հայտնեմ, այն ինչ որ դուք արել եք ու դրան արժանել եք, չկա։ Ձեր ոտքերի տակ ադամանդներից մայթեր սարքվի, էլի քիչ է։ Ձեր ոտքերի տակ ադամանդից ասֆալտ փռվի, էլի քիչ է։ Չգիտեմ, չկա աշխարհում մի բան, որ արվի, որ բավարարված լինեմ։ Ես ասում եմ իմ կարծիքը, որտեղ դուք արժանի եք ամեն ինչի։ Ու ես համոզված եմ, որ ձերի սեփական լեգիտիմ պետականատեր ժողովուրդ, ձերի սեփական ձերի լեգիտիմ ձևավորված սեփական իշխանությունը ձեր տասնյակ տարիներով սպասված երազանքների իրականություն կդարձնի։ Ես համոզված եմ։ Իսկ խուլիգան մաֆիայի այս սպառնալիքներին, այս հաչոսներին ես ընդամենը մի բան կասեմ։ Քաղաքական մակարդակով ցավակցություն եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Քաղաքական մակարդակով իմ խորին ցավակցություններ եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Քաղաքական մակարդակով այս տեսակը, այս որակը չի ներվելու եւ չի խնայելու։ Ուղղակի չի խնայելու։ Ուրիշ ոչինչ ավելացնելու բան չկա, իսկ մնացածը ամեն օր, ամեն վայրկյան իրականության լրջության հետ մոտիկից կծանոթանաք լրջության հետ։ Դուք ձեր սեփական մաշկի վրա կզգաք, որ դուք չարաչար սխալվել եք, որ ձեզ թույլ եք տվել բարձր տոնայությամբ սպառնալիքի խոսքերով հանդես գաք իրական Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք կփոշմանեք ձեր միջև կյանքի վերջ քաղաքական մակարդակով, որ լինելով օտարի տասովչիկ, լինելով ուղղակի ոչ մի բան շատ թույլիկ, եկել եք իրական ուժի մեջ, ձեզ ուժեղ տղու տեղ եք դրել։ Դուք դրա համար կփոշմանեք եւ քաղաքական մակարդակով կփոշմանեք եւ ձեր միջև ձեր կյանքի վերջը կփոշմանեք, որ դուք նման բան եք ձեզ թույլ տվել։ Ուրիշ ասելու որևէ բան չկա, անհամբեր սպասեք ձեր քաղաքական ոչնչացմանը։ Ժողովուրդ, դուք էլ ոչ ասելիք ունեք, ոչ անելիք ունեք։ Ես ձեր ցավը տանեմ։ Դուք ամեն ինչ ասել եք, դուք ամեն ինչ արել եք եւ ձեր սպասումները վարկյան առաջ պետք է տեղի ունենան։ Եվ սա ամենակարևորը։ Հայաստանի Հանրապետության, իրական Հայաստանի Հանրապետության իրավական պետական ինստիտուտները պետք է հաշվի առնեն, պետք է աշխատեն իշա պետության, իշա խաղաղության։ Ես նրանք ովքեր աշխատում են իշա վախի, իշա գաթակության, իշա սպասումների, այ վաղը չեմ այսօր ինչ կլինի։ Արա դուք չհոգնեցիք, վաղը չեմ այսօր ինչ պետք լինի։ Այսօրվա նման ավելի զարգացած օր պետք լինի։ Ոչինչ չի նելու, այսօրվա նման ավելի զարգացած օր պետք լինի։ Արա չհոգնեցիք այդ սպասումներից, այդ վախերից։ Ժողովուրդը անհամբեր սպասում է ուղղակի, անհամբեր սպասում է։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե մեր փոքրիկ հրաշ բալիկները, որ ապրում եւ ապրելու են խաղաղ, զարգացող երջանիկ, ժողովրդավար իրական Հայաստանի Հանրապետությունը։ Փառք ու պատիվ հենց այսօրվա համար բոլոր ժամանակներում երկնային հրեշտակներ դարձած մեր եղբայրների։ Փառք ու պատիվ։ Կեցե պետականատեր հայ մարդը, կեցե պետականատեր հայ մարդը, պետականատեր հայ մարդու դեմը խաղ չկա, ուժ չկա։ Ոչ էլ օրենք կա։ Կարող ես բառը սխալ ասեցի, ոչ էլ օրենք կա։ Այլ պետականատեր հայ մարդու դեմը, քանի որ սահմանադրության մեջ մարդը բարձրագույն արժեք է, հայ մարդու պետականատեր հայ մարդը ամենաառաջինն է, իր դեմը խաղ չկա։
օրենք մշակողներն այնքը, օրենք թելադրողներն այնքը։ Եվ պետականատեր հայ մարդը հորդորում է, որպեսզի օրենք պաշտպանողները, որ աշխատավարձ են ստանում պետականատեր հայ մարդու տված հարկերի շնորհիվ, հորդորում եւ պահանջում է, որպեսզի դուք գործեք օրենքով, որպեսզի դուք աշխատեք օրենքի համար, որպեսզի ձեզնից որևէ մեկը հանգարց վախի գերի չդառնա, գայթակղության գերի չդառնա, ժամասպան չդառնա, սպասումների գերի չդառնա, թե վաղը չէ միսօր ինչ կլինի, խի ինչ որ մեկի աշկին բատը թվամ։ Խետներդ գլուխն է թվակեք։ Մեր համբերությունը այլևս սպառված է, խետներդ գլուխն է թվակեք։ Բոլորդ, եւս սպառնացողները, եւ մեր լեգիտիմ ընտրության հետ չամակերպող մեր սպառնացողները, եւ չգիտեմ այդ ժամասպանները, բոլորդ խելքներդ գլուխն է թավակիկ, բոլորդ, հակառակ դեպքում 2 ժամվա մեջ, քաղաքական մակարդակով, ամեն ինչ կընկնի իր տեղը, հանգիստ, ամեն մեկը կապեք ձեր գործերին, այսքանը, ամեն ինչ լավ է, իրական ուժ, ամեն ինչ լավ է, որովհետև իրական ուժի դեմը, իրական արդարության դեմը խաղ չկա։ Անկաշար մարդը, որ գնացել է իր պետությանը տերակակնել, խաղաղությանը տերակակնել, 1 դրամ չվերցնելով, իր դեմը խաղ չկա։ Թող մտածի նա, ով 20,000, 100,000, 150,000, 200,000, 300,000, 500,000 դրամա վերցրել եւ գնացել ընտրություն կատարել։ Այդ թող ինքը մտածի։ Առանց 1 դրամ վերցնող ընտրություն կայացրածը որևէ բան չունի մտածել, որովհետեւ առանց փող վերցրած 100,000-ավոր քաղաքացիներ մտածելու բան չունի, որտեղ ինքը գնացել է, իր ջեբից է ծախսել է, ինչպես մենք, ինչպես ես, գնացել է խաղաղությանը տեր է կանգնել, որտեղ գիտի հստակ, որ իր սեփական պետության հզորացումը, երջանկացումը, շատացումը, ուժեղացումը, տնտեսության զարգացումը, բոլոր ոլորտների, բոլոր ինստիտուտների զարգացումը, ուժեղացումը խաղաղության մեջ է, որտեղ կյանքը խաղաղության մեջ է, աշխարհը դա խաղաղության մեջ է, տուրիզմը խաղաղության մեջ է, այդ գնացել է այդ խաղաղությանը տերականգնել։ Մենք մտածելու բան չունենք, թող մտածողները ամեն վարքյան մտածեն ու անկանոն շարժումներ չանեն, անկանոն խոսուկներով ոռնոցները չկապեն, քաղաքական մակարդակով ուղղակի չեն խնայվի հարկ եղած դեպքում մեր սեփական կյանքի գնով, անհնարինը հնարավոր դարձնելով։ Մենք անհնարինը հնարավոր դարձնող մարդիկ ենք։ Տեղը բերեք ձեզ այդ ասովճիկներ, տեղը բերեք, չշկրեք, չխառնեք, տեղը բերեք ձեզ։ Անհամբեր սպասեք։ Ինքնուրույն դաստիարակվեք։ Ինձնից ձեզ խորհուրդ, որպեսզի դուք ինքնուրույն դաստիարակվեք։ Հակառակ դեպքում քաղաքական մակարդակով ցավակցության խոսքեր եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Ամենամեծ հարգանքով ձեր ընտանիքի անդամների նկատմամբ, որովհետև մենք հային սիրում ենք։ Մենք դա ապացուցել ենք 8 տարվա ընթացքում։ Շատ դժվար բաներով ենք ացել, բայց որևէ մեկին չենք հետապը դեսամասուդի չենք ենթարկել։ Որևէ մեկին չենք սպանել, որովհետև ոչ մեկի կյանքը ինձ համար սպառնալիք չի եղել, չի խանգարել ինձ։ Հասկացաք։ Մենք ձեր նման չենք եղել, ոնց որ դուք եք եղել 30 տարի։ Այ մեր ավտորիտետը կայանում է դրա մեջ, որ ձեր կյանքը մեզ համար սպառնալիք չի խանգարում մեզ։ Ընդհակառակը մենք ձեր կյանքով ուրախանում ենք, որովհետև մենք հային սիրում ենք, բայց մենք նաև չենք կարող ձեր նազտուզը տանել, ձեր սպառնալիքները տանելը։ Ուղղակի ստիպված ենք լինելու քաղաքական մակարդակով ձեզ դաստիարակել, եթե դուք ինքնուրույն չդաստիարակվեցիք։ Նա ով իմ ընտրությունը դնում է կասկածի տակ, ինքան բարոյականի վաստակա։ Նա ով իմ ընտրությունը կարա դնի կասկածի տակ, ու մատ հապտա իմ ընտրության վրա սպառնալիքի կոչերով հանդես գա իմ ընտրության վրա, փորձի, ասիկրի չէր ուզում են ասեմ, որ ես կասկածում եմ մամելի ընտրության վրա, պետք է մամելի ընտրությունը ստանամ, չստացողի ապրածը, տաղողի ապրածն էլ, դե բռնվի քաղաքական մակարդակով։ Ես քեզ չեմ խնայելու քաղաքական մակարդակով, դե բռնվի։ Մարդիկ ջան, պինդ եղեք ցավները տանեն, պինդ եղեք։ Քանի հունից չեմ ելել, այսքանով սահմանափակվեմ, բոլորիդ գտկում եմ, պաչում եմ ու ասում եմ քաղցր երազներ, անուշքում բոլորիդ ցավները տանեն, կապի մեջ։